Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, եւս մեկ ընկերություն թողարկում է Պարտատոմսեր, այս անգամ Ամբեր կապիտալի կողմից կառավարվող եւ արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը Solis PBN-ը, որը մեկնարկում է դոլարային անվանական արժեքատրոնային Պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը $2 միլիոն անվանական ծավալով։ Եվ Civilnet Business-ը լինելով հարթակ, որը լուսաբանում է եւ խոսում է բիզնեսի խնդիրների եւ բիզնեսի հերանեկարների մասին Հայաստանում, չեն կարող ուղղակի չանդրադառնալ այս թեմային։ Եվ մեր բանախոսներն են Անուշավան Սիմոնյանը, Ամբեր կապիտալ ընկերության գործադիր տնօրեն, բարև ձեզ, եւ Կարեն Արաբյանը, Solis ընկերության գործադիր տնօրեն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, իսկապես կարևոր իրադարձություն է կապիտալի շուկայի համար, Պարտատոմսերի ընդհանրապես ոլորտի համար, որտեղ Հայաստանը որը Հայաստանում էքստենսիվ կերպով վերջին շրջանում զարգանում է եւ քանի որ ուրեմն Solis ընկերության միակ բաժնետերը եւ վերջնական վերահսկողի ԵՄ Հայաստան ՓՄԶ հիմնադրամն է, կխնդրեմ խոսենք դրանից, հա, թե ինչու է դա կարևոր, ովքեր են ներդրողները հիմնադրամի, ինչ ռազմավարություն է հետապնդում, հիմնական ոլորտները, ներդրումային ուղղությունները։ Շատ լավ, շնորհակալություն հրավերքի համար։ Հիմնադրամը ստեղծվել է 20-րդ թվականին։ Մեր հիմնական հիմնադիրներն են ԵՄ, EBRD-ն, նաև խոշոր ինստիտուցիոնալ կառույցներ, ինչպիսին են Ամունդզի, ԱԿԲ-ն, Սի-Քվադրատը, Հովնանյան Foundation եւ մի շարք սփյուռքահայ ներդրողներ, որոնք մասնակցում են հիմնադրամին։ Հիմնադրամը առ այսօր իրականացրել է 17 հատ ներդրումներ տարբեր ոլորտներում տնտեսության։ Հիմնական ոլորտներից մեկը հանդիսանում է վերականգնողական էներգետիկան։ Բացի դրանից նաև առողջապահությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերություն, այդ ոլորտներն են, որոնք բավականին բազմավեկտոր են, բազմաշերտ են այդ այո, բազմաշերտ են, տնտեսության կարևորագույն ոլորտները մենք փորձել ենք ներգրավել մեր ներդրումների մեջ։ Վերականգնողական էներգետիկան հանդիսանում է շատ կարևոր մաս, որովհետև դա էներգետիկայի անկախության մասին է խոսքը գնում եւ իհարկե արևային էներգետիկայի մասը Հայաստանի համար շատ մեծ կարևորություն ունի։ Շատ լավ, քանի որ վերականգնող էներգետիկայի մասին խոսեցինք, ձեր ռազմավարությունը այդ ոլորտում ինչպիսին է, վերականգնող էներգետիկայի ոլորտում, ձեր մոտեցումները։ Վերականգնողական էներգետիկայի ոլորտում մենք ունենք եւ արևային էներգետիկայի ներդրումներ, 5 ներդրում արել ենք արևային էներգետիկայում, 2-ը փոքր հեկերում, եւ այդ ընդհանուր բիզնեսը զարգացման փուլերի մեջ է, նա զարգանում է եւ օրգանիկ եւ ոչ օրգանիկ տեմպերով, կառուցապատվում են արևային էներգետիկայի կայաններ եւ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում փոքր հեկերի շուրջ։ Այս պահին արևային էներգետիկան արտադրում է 34 մեգավատ էլեկտրոժամ հզորություն եւ ապահովում է 23500 բնակիչներ։ Շատ լավ, քանի որ հենց այդ տվյալներից խոսեցինք, սա Solis ընկերությունը իր բոլոր կայաններով մոտավորապես այդքան է ապահովում, Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շատ կարևոր է եւ այս ուղղությունը, արևային ուղղությունը, ընդհանրապես վերականգնող էներգետիկան իսկապես կարևոր է եւ կարևորում է նաեւ պետության կողմից։ Ըստ այդմ ձեր պորտֆելը, հա, եւ հետագա ընդլայնումը գործնականում որքանով է փոխում, ըստ ձեզ, Հայաստանի էներգետիկ լանդշաֆտը եւ նվազեցնում երկրի կախվածությունը ներկրվող էներգառեսուրսներից։ Հա, նախ բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար եւ հնարավորություն ընձեռելու։ Առանձին արևային կայանը զգալի փոփոխություն չի կարող թողնել էներգետիկ համակարգի վրա, բայց Solis-ի նման հարթակները նպաստում են էներգետիկ անկախության զարգացմանը եւ ստեղծում են հնարավորություններ նոր ներդրումների համար եւ յուրաքանչյուր մեգավատ, որը մենք ներդրում ենք եւ հզորություն եւ յուրաքանչյուր մեգավատ ժամ, որը արտադրվում է եւ մղվում է դեպի էներգետիկ համակարգ, նվազեցնում է կախվածությունը ներկրվող վառելիքներից,
հիմնականում բնական գազից։ Եվ դրանով նպաստում են թե էներգետիկ անկախությանը, զարգացմանը, թե անվտանգությանը եւ համակարգի ճկունությունը, ստեղծելով նոր հզորություններ համակարգում, որոնք դիվերսիֆիկացնում են ամբողջ համակարգի կառուցվածքը։ Կցանկանայի այս հարցին երկուստ էլ անդրադառնայիք, երկու բանախոսներ պարունակեք, ինչպես կգնահատեք վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման տեմպը Հայաստանում, հա, ինչպիսին էին ձեր ակնկալիքները մի քանի տարի առաջ եւ ինչ ունենք հիմա։ Տեմպերը շատ արագ էին զարգանում, մեր սպասելիքներից ավելի բարձր, հատկապես արևային էներգետիկան շատ արագ տեմպերով զարգանում էր։ Վերջի տարիներին որոշ խնդիրներ կան զրության հետ կապված, որը որ երևի կարիք ունի կուտակիչների, էլեկտրաէներգիայի կուտակիչների, որը որ հիմնական ինֆրաստրուկտուրայի մաս է կազմում էներգետիկ համակարգի։ Մեր ակնկալիքն է, որ այդ ոլորտը արագ զարգացման անհրաժեշտություն ունի եւ կզարգանա։ Եվ իհարկե այն հարցը, որ դուք բարձրաձայնեցիք անկախության, էներգետիկ անկախության հետ կապված, նա շատ մեծ գործոն է հանդիսանում նրա համար, որ ավելի արագ զարգանա այս ոլորտը։ Ինչպես նշեց պարոն Սիմոնյանը, 10 տարի առաջ, որը իրականում կարճ ժամկետ է էներգետիկայի համար, ոչ մեկ նման ակնկալիք չուներ, որ սենց արագ կզարգանան։ Բուրըն զարգացում տա։ Նամանավանդ արևային էներգետիկան այդ ժամ 10 տարի առաջ դիտվում էր որպես հետաքրքիր հերանեկարային, բայց շատ սահմանափակ հնարավորություններով համակարգ այս պահին բոլորովին փոխել է լանդշաֆտը էներգետիկ համակարգի արևային էներգետիկան նույնիսկ խաղացողների նոր դաս է առաջացել իրանց անգլերեն prosumer-ներ են ասում, այսինքն արտադրող եւ սպառող միաժամանակ, որը չի եղել 10 մինչեւ արևային էներգետիկան, այսինքն տնային տնտեսությունները, բիզնեսները երբ տեղադրում են իրենց սեփական կարիքների համար արևային կայաններ, որոշ ժամերին իրենք արտադրում են, վաճառում են կամ տրամադրում են էլեկտրաէներգիան ցանցին եւ հետ են վերցնում, այս նոր դասի եւ նոր տեխնոլոգիաների զարգացումը բերել է նույնիսկ նոր բիզնես մոդելների եւ նոր խաղացողների հայտնմանը համակարգում եւ սա շարունակվելու է եւ նոր տեխնոլոգիաներ անհրաժեշտությունը եւ առաջանալու կուտակիչ տեխնոլոգիաներ սակագնային քաղաքականության մոտեցման անհրաժեշտություն է առաջանալու եւ ամբողջ վերականգնվող էներգետիկան զգալի ազդեցություն է թողնում էներգետիկ համակարգի թե արտադրության, թե սպառման, թե ընդհանուր կառավարման հարցերի շուրջ։ Շատ լավ, մի քանի տվյալներ, նաև հեռուստադիտողի համար, Solis ընկերությունը հունիսի 4-ից սկսել է $2 միլիոն ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, առաջարկելով տարեկան 8% արժեքատրոնային եկամտաբերություն դոլարով, չէ՞։ Եվ հիմա հարց, ներկայիս ֆինանսական շուկայում, որտեղ առկա են բազմաթիվ պարտքային գործիքներ եւ դրանք զարգանում են գնալով, հա, ինչու ձեր առաջարկած եկամտաբերությունը եւ ռիսկ եկամուտ հարաբերակցությունը պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչու պետք է ներդրողները ձեզ վստահեն։ Շատ լավ։ Ներդրողը երբ գնա ներդրման հնարավորությունը գնահատելիս հիմնականում 3 հարց է դիտարկում։ Դա դրամական հոսքերի կանխատեսելիություն, դրամական հոսքերը ապահովող ակտիվների որակ եւ կառավարման որակ։ Մեր ակտիվները բոլորը նոր են, ժամանակակից ակտիվներ են, որոնք ամեն օր ցերեկվա ժամերին, արևի ժամերին արտադրում են էլեկտրաէներգիա, որը տեղում սպառվում է էներգահամակարգում։ Դրամական հոսքերի տեսանկյունից մենք մեր պորտֆելը կազմված է կայաններից, որոնք ունեն երաշխավորված գնում 20 տարվա հորիզոնով եւ այդ պայմանագրերը նաև ունեն դոլարային վերանայման գործոն, ամեն տարի սակագները վերանայվում են գնաճի, սպառողական ինդեքսի փոփոխության եւ դոլարի փոփոխության ներառվում է սակագնի մեջ,
եւ հետեւաբար բավականին երկարաժամկետ եւ կանխատեսելի դրամական հոսքեր են ապահովում մեր կայանները եւ երրորդը կառավարման որակը մեր ինչպես արդեն նշել ենք միակ բաժանետերը հանդիսանում է ԵՄ Հայաստան հիմնադրամը, որի ներդրողների կողմից եւ հենց հիմնադրամի կողմից ներկայացնում են կառավարման որակի ամենաբարձր ստանդարտներ, համապատասխանություն, կորպորատիվ կառավարման, նաև ESG ստանդարտներ, որը զարգանում է դա բնապահպանական, սոցիալական եւ կառավարումը բնապահպանական տեսանկյունից բոլոր կայանները ունեն բնապահպանական քաղաքականություն, ընկերությունը ինքը ունի բնապահպանական քաղաքականություն, որ հանձնարարել հետևել այդ քաղաքականությունը, մենք աշխատում ենք սերտորեն մեր համայնքների հետ, որտեղ տեղադրված են կայանները, իրականացնում ենք սոցիալական ծրագրեր եւ դրանց կառավարումը ամենաբարձր մակարդակի տարեկան միջազգային ընկերության աուդիտորական ընկերության կողմից մեր հաշվետվությունները անցնում են պարտադիր ֆինանսական աուդիտ, որը քանի որ մենք արդեն մտել ենք ավելի բարձր մակարդակ թափանցիկության հրապարակվելու է մեր վեբ կայքում եւ կառավարման մակարդակը վերահսկողության մեխանիզմները հետեւում են միջազգային բոլոր ստանդարտներին։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, նույն հարցին կցանկանանք անդրադառնալ, այսինքն ինչու պետք է մարդիկ վստահեն։ Հիմնական հարցերը պարոն Արաբյանը արդեն արձագանքեց, երևի կորպորատիվ կառավարման հարցերը շատ կարևոր են, թափանցիկությունը, աուդիտը, որը մենք ֆինանսական աուդիտ անցկացնում ենք, որակը ակտիվների, հատկապես ներդրողների համար։ Այո։ Շատ լավ, քանի որ արդեն 10 օր է իրականացվում է տեղաբաշխումը, եթե չեմ սխալվում, եւ տեղաբաշխումն իրականացնում է Պարտատոմսերի Ամերիա բանկը, ինչ արձագանքեր եք ստացել ներդրողներից մինչեւ այս, ինչպես կգնահատեք տեղաբաշխման ընթացքը։ Բավականին դրական մեր սպասելիքներից տեղաբաշխումը իրականացվում է ավելի արագ, ամսի 4-ից է իրականում սկսվել տեղաբաշխումը եւ տեղաբաշխումը Ամերիա բանկն է, մենք արդեն կեսից ավելին տեղաբաշխվել է եւ ունենք շատ հետաքրքիր կառուցվածք ներդրողների, թե ինստիտուցիոնալ, թե ֆիզիկական մանրածափ ներդրողներ եւ կեսից ավելին ֆիզիկական անձինք են շատ տարբեր ներդրողներ, կեսից ավելին, հետաքրքիր է։ Այո։ Այսինքն փոքր ներդրողներ են։ Փոքր ներդրողներ, ու մենք հասկանում ենք, որ արևային էներգետիկան եւ նման ընկերությունները արդեն ոչ թե որպես միայն կանաչ տեխնոլոգիա են համարվում, այլ նաեւ ենթակառուցվածքային ներդրումային հնարավորություն։ Ընդհանուր առմամբ մեր սպասելիքները գերազանցել է տեղաբաշխման ընթացքում։ Որպես կառավարող ընկերության ներկայացուցիչ, դուք ինչ կարծիք եք տեղաբաշխման ընթացքի հետ կապված Պարտատոմսերի։ Մենք շատ գոհ ենք, ընթացքը շատ լավն է, տեմպը շատ լավն է տեղաբաշխման։ Իհարկե Ամերիա բանկը հոյակապ աշխատանք է տանում, իրենց փորձը շատ մեծ է այդ ոլորտում։ Նաև պետք է ասել, որ կորպորատիվ ոլորտում այդպիսի որակի առաջարկներ այդքան շատ չեն, ինֆրաստրուկտուրայի, հիմնական ինֆրաստրուկտուրային հնարավորություն ունենալ մասնակցել զարգացմանը եւ ներդրումներ անել, դա շատ կարևոր էտապ է Հայաստանի համար եւ դա զարգանալու է։ Պարոն Արաբյան, ինչու հարցրեցի հետաքրքրությունը, որովհետեւ 8% արժեքատրոնային եկամտաբերություն է առաջարկվում, որ նրանք շուկայում եղել են, սրանից առաջ ծանոթ եմ եղել ավելի բարձր տոկոսով եկամտաբերություններ, որոնք էլի բավական արագ սպառվել են եւ այլ։ Այսինքն ձեր ակտիվների եւ ձեր պայմանագրերի եւ ձեր ֆինանսական հոսքերի հուսալիությամբ է նաեւ գուցե պայմանավորված, որ հետաքրքրությունը բարձր է, չնայած կարող են լինել այս պահին շուկայում ավելի բարձր եկամտաբերության առաջարկներ։ Այո, ենթակառուցվածքային ներդրումը, կանաչ տեխնոլոգիա նպաստում է երկրի կայուն զարգացմանը եւ ակտիվների եկամտաբերությունը եւ դրամական հոսքերի կանխատեսություն բավականին բարձր մակարդակի վրա է։ Պարոն Արաբյան, պարոն Սիմոնյան, ինչու որոշվեց այնուամենայնիվ, այս հարցը միշտ առաջանում է
մշտապես երբես տաղավարում հատկապես քննարկում ենք պարտատոմսերի տեղաբաշխումը, քանի որ ավանդականորեն Հայաստանի ֆինանսական շուկայում հիմնականում վարկերն են եղել հասանելի, այս պարտքային նոր գործիքները նոր են զարգանում, հիմա ավելի էքստենսիվ, բայց այս հարցը միշտ կա, ինչու որոշվեց պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխմամբ հանրային միջոցներից օգտվել, այսպես ասած հանրային պարտքից օգտվել եւ ներդրումներ իրականացնել ձեր ենթակառուցվածքների մեջ եւ ոչ ավանդական բանկային վարկերից։ Երևի ես սկսեմ մեր հիմնադրամի կողմից, հիմնադրամը ինքը հանդիսանում է նոր ֆինանսական գործիքակազմի մաս, որտեղ բաժնետիրական կապիտալը նամանավանդ միջազգային բաժնետիրական կապիտալի ներդրումը Հայաստանում շատ սուղ էր։ Հիմա զարգացման փուլի մեջ է։ Այդ գործիքակազմը զարգացնելը, ավելացնելը շատ կարևոր զարգացման փուլ է Իրանից ներկայացնում։ Նույնն էլ կամպանիայի ոլորտում, ասենք մեր Սոլիսի համար, ունենալ մի քանի գործիքակազմ, որը որ կարող են կիրառել, դա շատ կարևոր է եւ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է։ Բանկային համակարգի հետ շատ սերտ ենք աշխատում եւ շատ լավ փորձ ունենք բանկերի հետ աշխատելու, միևնույն ժամանակ իհարկե մենք ուզում ենք նոր գործիքակազմ օգտագործենք եւ ապագայում նաեւ ստեղծել այդ հարաբերությունը կապիտալ շուկայի հետ։ Մեր պորտֆելային ընկերությունները բոլորը պատրաստվում են այն զարգացման этаպին են հասել, որ կարող են սկսել աշխատել կապիտալ շուկայի հետ։ Եվ պարտատոմսերի թողարկումը դա առաջի փուլն է այդ գործնեության։ Ապագայում մենք ուրիշ ավելի կարևոր քայլեր ենք անելու նույն Սոլիսի հետ կապված։ Հասկանալի, պարոն Արոբյան։ Դե, պարոն Սիմոնյան, ամբողջությամբ ցածկեց այս հարցը զուտ մեր վարկային պորտֆելը շատ դիվերսիֆիկացված է հիմա, թե բանկերով, թե տարադրամներով, թե պրոդուկտներով մենք օգտվում ենք տարբեր վարկային պրոդուկտներով, լիզինգ, առևտրային ֆինանսավորում եւ հանրային միջոցներից ներգրավումը դա նման ընկերությունների, ենթակառուցվածքային ընկերությունների համար օրգանական զարգացման հաջորդ քայլն է, հաշվի առնելով թափանցիկության մեխանիզմները, կառավարման մեխանիզմները, սա մեր ռազմավարության հաջորդ քայլն է։ Հասկանալի, պարոն Արոբյան, Սոլիս ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցները, ստացված միջոցները ուղղվելու են կապիտալ ծախսերին, գործունեության ընդլայնմանն ու վարկերի վերաֆինանսավորմանը, հա։ Կարող եք մանրամասնել եւ ձեր ներդրողների եւ հեռուստադիտողների համար, որոնք կարող են լինել ձեր ապագա ներդրողները, կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Նախատեսվում է արդյոք նոր կայանների կառուցում, եթե այո, ապա որ մարզերում, որտեղ, ինչ հզորությամբ։ Հա, ներկա պահին նշեմ, որ աշխարհագրորեն մեր կայանները գտնվում են 4 մարզում, մենք ունենք Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, 3 մարզում եւ մենք մշտադիտարկում ենք շուկան, ներդրումային հնարավորությունը ոչ միայն նոր կայանների կառուցման տեսանկյունից, այլ գործող կայանների ձեռքբերում եւ վերազինում անհրաժեշտության դեպքում, բայց բացի դրանից մենք նաեւ դիտարկում ենք էներգետիկ շուկան որպես մի ամբողջություն եւ այս վերջի զարգացումները հաշվի առնելով ամպային տեխնոլոգիայի զարգացումը, տվյալների մշակման կենտրոնների ընդհանուր արհեստական բանականությունը բերում են էներգետիկ ոլորտին ներկայացվող նոր պահանջներ, թե հզորության, թե արտադրության եւ թե որակի հաճախականություն եւ լարման նոր զգալի նոր պահանջներ եւ սա բացում է ներդրումային շատ լայն հնարավորություններ թե բուն էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքում թե նոր տեխնոլոգիաների ներդրում ամենացայտունը դա կուտակիչ տեխնոլոգիաների ներդրումն է։ Սա մենք ամբողջությամբ մշտադիտարկում ենք եւ նոր ներդրումների հնարավորության դեպքում սա մեր հորիզոնում ներառված է։ Պարոն Սիմոնյան, Սոլիսի միակ բաժնետերի վերջնական վերահսկողը ԵՄ Հայաստան ՓՄԶ հիմնադրամն է, որը կառավարում է Ամբեր կապիտալի կողմից, հա։ Ինչ հավելյալ վստահության եւ թափանցիկության երաշխիք է սա շարքային եւ ինստիտուցիոնալ ներդրողի համար։ Լինելով ինստիտուցիոնալ կառույց, մենք հիմնադրամի համար շատ խիստ կորպորատիվ կառավարման ստանդարտներ են կիրառում։ Օրինակ ֆինանսական աուդիտը եւ նույն պահանջները, որ կան մեր հիմնադրամի համար, մենք նույն պահանջները
ունենք եւ մեր պորտֆելային ընկերությունների համար։ Սոլիսը տարիներ արդեն մի քանի տարի ունի ֆինանսական աուդիտ, կորպորատիվ կառավարման շատ մեծ թափանցիկայնություն եւ դա իհարկե այն պահանջներ են, որոնք որ գալիս են միջազգային լավագույն փորձից, թե լինի EBRD, թե լինի EMI կողմից, FMO-ի եւ մյուս մեր ներդրողները, մեր գործընկերները։ Այդ ստանդարտները մենք կիրառում ենք մեր ինվեստիցիոն ծրագրի եւ կամպանիաների համար։ Շնորհակալություն, պարոն Արոբյան։ Հավելեմ, որ բացի այդ ստանդարտներից, մենք նաև մեր ներդրողների, օրինակ EBRD կամ Հոլանդիայի զարգացման բանկի FMO-ի ներքին ստանդարտներն են, որոնք տարածվում են ֆոնդի վրա, այսպես կոչված performance ստանդարտներ, որոնք ծածկում են գործունեությամբ տարբեր ոլորտ, սկսած շինարարությունից, աշխատողների հետ հարաբերություններից, համայնքի հետ հարաբերություններից, մենք խստորեն մենք անձ ենք առել հետևել եւ նաեւ պարտադրված ենք մեր ներդրողների կողմից խստորեն հետևել այդ ստանդարտներին, բացի ընդունված կորպորատիվ կառավարման ստանդարտներից։ Շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար։ Շնորհակալություն։ Սիլներ բիզնես տաղավարում մենք քննարկեցինք Solis ընկերության պարտատոմսային առաջարկը, դրա հեռանկարնայինությունը եւ հուսալիությունը եւ հուսով եմ այս քննարկումից հետո մեր հեռուստադիտողները, որոնք գուցե նաեւ ապագայում նաեւ ձեր ներդրողներն են կանեն իսկապես մտածված եւ հեռանկարային ներդրումներ։ Մեր քննարկման բանախոսներն էին Անուշավան Սիմոնյանը եւ Կարեն Արոբյանը։ Շնորհակալություն, միշտ հանդիպում։ Շնորհակալություն։